Պարոն Նահապետյան, այս ընթացքում հակակոռուպցիոն կոմիտեն բազմաթիվ գաղտնալսումներ հրապարակեց եւ որոնք առնչվում էին ընդդիմության կողմից ենթադրյալ ընտրակաշառք բաժանելու դեպքերին։ Նախ այդ գործընթացը շարունակվում է թե չէ, նոր ձայնագրություններ լինելու են թե ոչ, եւ հարց է առաջանում, ասում են բանը գործը թողած հակակոռուպցիոն կոմիտեն բոլոր քաղաքացիների զանգերը լսում է եւ այդպես է պարզում ովքեր են ենթադրյալ ընտրակաշառքից խոսում, ինչպես է այդ մարդկանց ֆիլտրումը եղել։ Նախ տպավորությունը, որ հակակոռուպցիոն կոմիտեն բոլոր քաղաքացիներին գաղտնալսում է, դա իրականության հետ որևէ կապ չունի եւ դա ֆիզիկապես նաեւ անհնար է։ Հակակոռուպցիոն կոմիտեն ունի օպերատիվ ստորաբաժանումներ եւ այդ օպերատիվ ստորաբաժանումներում աշխատում են օպերատիվ աշխատակիցներ, ովքեր հանրապետության տարբեր շրջաններից ստանում են օպերատիվ տվյալներ ենթադրյալ կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների վերաբերյալ։ Այդ տվյալները զեկուցում են վերադասության կարգով եւ ըստ վերադասության արդեն որոշում է թե ինչ միջոցառումներ պետք է իրականացնեն, որպեսզի ստուգվեն օպերատիվ աշխատակցի կողմից ներկայացված տվյալները։ Բնականաբար օրենքը մեզ թույլ է տալիս, որ մենք իրականացնենք նաև գաղտնի միջոցառումներ, այդ թվում այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում, ներքին դիտում, արտաքին դիտում եւ դրա համար, եթե թույլ տաք շարունակեմ, ձեր հարցի պատասխանը կստանաք։ Եվ դրա համար օրենսդրությամբ հստակ նախատեսված կարգավորումներ կան, թե որ դեպքերում է, որ օպերատիվ աշխատակիցը դիմում է դատարան, որպեսզի համապատասխան թույլտվություն ստանա։ Եվ մի շարք դեպքերում այդ թվում նաև հեռախոսային խոսակցությունների վերահսկման, ներքին դիտման, տեխնիկական միջոցների կիրառման, արտաքին դիտում միջոցառում իրականացնելու համար օպերատիվ մարմնի ղեկավարը համապատասխան միջնորդություն է ներկայացնում առաջին այցանի դատարան, դատարանը քննարկում է այդ միջնորդությունը եւ եթե որոշում է կայացնում, որ պետք է բավարարի միջնորդությունը, ապա բավարարելուց անմիջապես հետո սկսում են միջոցառումների իրականացումը։ Եվ ես ես հավաստիացնում եմ, որ մենք չունենք որևէ միջոցառում, այդ թվում այդ հրապարակված ձայնագրությունները, որ լսում եք, մենք չունենք որևէ դեպք, որտեղ առանց դատարանի թույլտվության հակակոռուպցիոն կոմիտեն կամ որևէ այլ իրավապահ մարմին իրականացրել է գաղտնալսում։ Սա ամբողջական process է, որպեսզի պատկերացում կազմեք։ Կներեք այն ուժերին, որոնց վերագրվում է հայ ձայնագրությունները, նրանց առաջնորդները որևէ կարգավիճակ ունեն, որևէ կերպ իրենց հարցաքննության կանչելու կամ ընդհանրապես իրենք ներգրաված են այդ գործերում, թե ոչ։ Տեսեք, կապված կներեք բազմաթիվ ձայնագրություններ հրապարակվել, Նարեկ Կարապետյանը կամ Սամվել Կարապետյանը հրավիրվել են, թե ոչ։ Տեսեք, դա ըստ էության առանձին քերական վարույթներով պատասխանելու հարց է, մենք պետք է ուսումնասիրենք տվյալ քերական վարույթը եւ տեսնենք, թե ինչ ապացույցներ ունենք այդ վարույթով։ Եթե մենք ունենք ապացույցներ որևէ X քաղաքական ուժի ղեկավարության մասով, ապա բնականաբար այդ մասով կսկսվեն քերաիրավական գործընթացներ եւ կգնանք քերական հետապնդումների եւ ես այս պահին չեմ կարող ձեր հարցադրմանը պատասխանել, քանի որ քերական վարույթների մեծ մասը գտնվում է նախաքննության փուլում եւ մենք գործ ունենք նախնական քննության գաղտնիության հրապարակման հետ եւ հետեւաբար եթե առաջիկայում process-ներ սկսեն, բնականաբար մինչ այս պահը մենք աշխատել ենք թափանցիկ, բարբերաբար մամլո հաղորդագրությունների հաշվետվություն ենք ներկայացրել հանրությանը մեր Facebook-յան կայքի միջոցով եւ առաջիկայում եւս եթե ունենանք նոր զարգացումներ, հանրությունը բարբերաբար դրա մասին կիրազեկվի։ Բայց հակակոռուպցիոն կոմիտեի մոտ հարց չի առաջանում երբեմն նաեւ Հայաստանի քաղաքացիներին հայհոյանքներով ուղեկցվող խոսացողները ում փողերն են բաժանում, դրա հետքերով գնում եք թե ոչ։ Բնականաբար ցանկացած քերական վարույթով քննության առարկա է դառնալու նաեւ այն հարցը, թե այդ ֆինանսավորումը որտեղից է ստացվել եւ այդ ուղղությամբ մենք ունենք մի շարք գործողություններ, որոնք կատարել ենք եւ շարունակում ենք կատարել եւ հուսամ մենք այս մասով եւս կունենանք նոր բացահայտումներ եւ նոր տվյալներ, որոնք կհանրայնացվեն։ Պարոն Նահապետյան, ընտրական process-ի ընթացքում բազմաթիվ ահազանգեր հնչեցրին ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, օրինակ Արման Թաթոյաններ ձայնագրություններ հրապարակում, որտեղ քաղաքացիներին հանրահավաքի եւ այլնի մասնակցության կոչեր էր արվում եւ այլն, եւ ինքը պնդում էր, որ այնտեղ հարկադրանքի տարեր կան։ Արդյոք ուսումնասիրվել են այս ահազանգերը, եթե ուսումնասիրվել են, ինչ եք պարզել։
Ես ձեզ խնդրում եմ, որ նկատի ունենաք հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվում է միայն կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների բացահայտման եւ քննությամբ։ Ձեր նշած դեպքը ըստ էության չի համարում կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործություն։ Ես կարող եմ թվարկել, թե որոնք են այդ հանցագործությունները, որոնցով զբաղվում է հակակոռուպցիոն կոմիտեն, դա ընտրակաշարք տալ, ստանալ, ընտրակաշարքի միջնորդություն, բարեգործության արգելքի խախտման դեպքեր եւ վարչական ռեսուրսի հետ կապված, կիրառման հետ կապված պատասխանատվության միջոցները նախատեսված են վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում եւ որոշակի քերաիրավական արձագանքի հետ կապված դա արդեն քննչական կոմիտեի իրավասության տիրույթում ոչ։ Ժողովուրդ չեմ լսում, խնդրում եմ։ Ռեժիմով այդ բացահայտումները ընտրակաշարքների վերաբերյալ հենց նույն ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները չեն ընդունում, իսկ եղել է դեպք օրինակ դիմեն, որպեսզի իրենք իրենց էքսպերտիզան անցկացնեն եւ օրինակ ճիշտ չլինի, այդպիսի դեպք եղել է։ Ես ընդհանրական ձեր հարցին պատասխանելով ասեմ, որ ունենք շուրջ 115 քերական վարույթ նախորդ օրվա դրությամբ եմ ասում, քանի որ ամեն օր այդ վարույթները ավելանում են։ Մենք ունենք 115 քերական վարույթ, այդ 115 քերական վարույթով հարցաքննվել են հարյուրավոր անձինք եւ որևէ անձ չունենք, ով հարցաքննության ընթացքում հերկած լինի եւ տվյալներ տրամադրած լինի, որ ձայնագրությունը կեղծված է, այդ խոսակցության հեղինակը ես չեմ կամ պահանջի, որ նշանակվի փորձաքննություն։ Նման որևէ տվյալ, որևէ վարույթով մենք չունենք։ Մոնտաժված է իրենց խոսքը, այդպեսի բան չեն ասել, ընդունել են, բայց ասել են, որ հա, մոնտաժված է իրենց խոսքը։ Մոնտաժված ասելով ի՞նչ նկատի ունեք։ Մի բառ վերցրել եք, կպցրել եք մյուս բառը, մոնտաժ։ Ես ասել է բարձր տեղացել է ընտրություններ, բերե հավաքել եք, դա է մոնտաժված։ Ես ձեզ հավաստիացնում եմ, որ ձայնագրություն չկա, որևէ հրապարակված ձայնագրության որևէ կտոր չկա, որը կոնտեքստից կտրված լինի, այսինքն հրապարակվել են ձայնագրությունների այն հատվածները ամբողջական, որը վերաբերելի է եղել որևէ քաղաքական ուժի, այսինքն տվյալները պարունակում, որ ինքը պատկանում է այս կամ այն քաղաքական ուժին եւ խոսակցությունը վերաբերվել է կոնկրետ ընտրակաշարքին։ Այսինքն մենք այդ ամեն ինչը ներողություն եմ խնդրում, մենք այդ ամեն ինչը վաղը միսօր բնականաբար ներկայացելու ենք նաև դատարան։ Մենք ունենք ավարտված քերական վարույթներ, 14 քերական վարույթ 54 անձի վերաբերյալ արդեն իսկ ավարտվել եւ մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատարան։ Եվ վաղը միսօր դուք մեր հանրությունը գնալու են դատարանում եւ անձամբ ցանոթանան այդ ձայնագրությունների բովանդակությունը։ Հասկացաք, ինչ ժամանակամիջոցում է այդ ձայնագրությունները հայտնվել ձեր ձեռքին եւ ինչու է միայն վերջին նախընտրական քարոզարշավի շրջանում դրանք արդյոք միայն այդ ժամանակաշրջանում եք դուք Շատ լավ, այդ ժամանակ տեմպ ստացավ այդ։ Շատ լավ, պատասխանեմ ձեր հարցին։ Մենք իմ հրամանով ստեղծել ենք օպերատիվ շտաբ եւ օպերատիվ շտաբի մասին հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական էջում նաեւ նշված է, թե երբ է ստեղծվել, եթե չեմ սխալվում, դեռևս փետրվար ամսին, բայց օպերատիվ աշխատանքը իրենից ենթադրում է բազմատեսակ միջոցառումների, նաեւ տևական ժամանակ կատարվող միջոցառումների արդյունք։ Այս ձայնագրությունները, որոնք դուք հիմա լսում եք, դրանք կատարվել են մի դեպքում մեկ ամիս առաջ, մյուս դեպքում մեկ օր առաջ կամ մի քանի ամիս առաջ եւ դրանք ըստ էության որևէ էական նշանակություն չունեն, քանի որ նախաքննական մարմինը երբ է դրանք հրապարակում, երբ որ արդեն իրականացում է բացահայտ գործողություններ, այսինքն եթե մինչ այս պահ հակակոռուպցիոն կոմիտեն կամ այլ իրավապահ մարմին գործել է գաղտնի որևէ արդահոսքը բացառելու համար, որ որևէ անձ որևէ տեղեկություն չունենա, այն պահից սկսած, երբ արդեն իրականացում են բացահայտ գործողություններ, այսինքն իրականացում են խուզարկություն, իրականացում են հարցաքննություններ, դրանք արդեն հայտնի են այն շրջանակին, ովքեր ներգրավված են այդ վարույթի մեջ։ Այդ փուլից սկսած նոր հրապարակում է իրականացվում ու մանրամասն ձայնագրությունները ներկայացնում են։ Արդյոք իշխող ուժի նկատմամբ գաղտնալսումներ իրականացվել է թե ոչ, որովհետև տևական ժամանակ է խոսում է, որ վարչական ռեսուրս է կիրառվում, ուղղորդումներ են իրականացվում, որպեսզի նրանք դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ գնան հավաքների մասնակցեն եւ տարբեր կասկածանքներ կա նաեւ իշխող թիմի նկատմամբ։ Արդյոք այդ գաղտնալսումներն նաեւ իրենց նկատմամբ իրականացվում։ Հարգելի լրագրող, ես ձեր հարցին արդեն մեր նախորդ հարցադրման շրջանակներում պատասխանեցի, որ վարչական ռեսուրսի հետ կապված գործառույթների իրականացումը չի մտնում հակակոռուպցիոն կոմիտեի լիազորությունների մեջ։ Ձեր մյուս հարցադրմանն էլ եմ ըստ էության պատասխանել այն շրջանակում, որ մեր գաղտնալսման հիմքը դա օպերատիվ աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներն են, որ այս կամ այն
քաղաքացին կամ այս կամ այն ուժը բաժանում է ընտրակաշար կամ ստանում է որևէ քաղաքացի ընտրակաշարք, այդ շրջանակներում է հիմքը սկսվում, որը հետագայում դառնում են արդեն գաղտնի միջոցառումներ։ Իսկ ներողություն եմ խնդրում, ունեք որևէ տեղեկություն ունեք, մենք հիմնականում գիտեք, որ ուժերի հետ կապված ենք ընտրակաշարքի սխեմաներ բացահայտել, իսկ ձեր մոտ հարց չի առաջանում, բա ինչի այս դեպքում մյուս 15 ուժերի կամ չգիտեմ 16 ուժերի հետ կապված որևէ բացահայտում չունենք, որտեղ դուք ինքներդ չեք ստանում նաև այդ տվյալները։ Կասեք, որ ուժերն էին ի վերջո այդ ընտրակաշարքի բացահայտումները։ Ուժեղ Հայաստան։ 3 ուժերի մասին է խոսքը՝ Ուժեղ Հայաստան, Բարգավաճ Հայաստան եւ Հայաստան Դաշինք կուսակցությունների։